Արկասով որ Աստված ևս մի շաբաթ էլ տվեց մեզ, եկել ենք և շարունակենք ուսումնասիրությունը։ Մի քիչ նման է անցած դասին, որ Եբրայեցիս ուսումնասիրում էի, նորից այսօր խոսում է ուխտ Աբրահամի հետ։ Եվ հիշելու համար Ծննդոց 15:2 Աբրահամն ասաց. «Ով ամենակարող Տեր, ինչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակ եմ մնացել, և իմ տանտիրողն ահա Դամասկացի Եղիազարն է»։ Ուրեմն հիշենք, որ Աբրահամը ապրում էր Ուր քաղաքում, շատ հարուստ մարդ էր, բայց մի օր Աստված իրան ասեց դուրս արի, ոնց որ ասած ընտրեց այս մարդուն և Աբրահամն էլ ընտրեց Աստծուն, եթե չուզենար դուրս չէր գա, հնազանդվեց, դուրս եկավ։ Եվ հիմնական պատճառը ինչ է կարծում, որ ինքը դուրս եկավ, ինչի ինքը հավատաց այս Աստծուն, Աբրահամը, ինչ խոստացավ իրան Աստված։ Որինա մեծ ժամանակություն, մեծ այսինքն ինքը երեխա չուներ, երևի հեթանոս էր ինքը դրանից առաջ, և երևի բոլոր աստվածներին խնդրել էր, ոչ մի արդյունք չէր ունեցել, և հիմա ոնց որ ասած միակ ճշմարիտ Աստվածը մնացել էր իր հույսը, և հետաքրքիր այստեղ նշել, որ ինչքան էր իրան մտահոգում էդի, որ իրան ոչ մի օգուտ չէին տալի, ոչ հարստությունը, ոչ մի բան, ինքը ոնց որ ասած զգացել էր, որ այդ ամեն ինչ անիմաստ է, չէ, եթե սերունդ չունի, չգիտես, սերունդ ունենալ ուրիշ ձևի կլիներ, թե չէ, բայց համենայն դեպս այդ պատճառով ինքը լսեց և դուրս եկավ։ Եվ հետո Աստված իրան խոստացավ, որ զավակ կտա, բայց անցան տարիներ, զավակը չկա։ Եվ հիմա, երբ որ ինքը մարդու պես խոսած, Աստծու հետ չէ, ասում այս բաներից 15:1 համարից, այս բաների ետքը տեսիքի մեջ Տիրոջը խոսքը Աբրահամին եղավ ասելով. «Մի վախնար, ով Աբրահամ, ես քեզի վահանեմ ու քո վարձքդ խիստ շատ պիտի ըլլա»։ Եվ Աբրահամը ասեց. «Ով Տեր Եհովա, ինձ ինչ պիտի տաս, քանի որ առանց զավակի կմնամ, և իմ տանս տիրողը այս Դամասկացի Եղիազարն է»։ Նաև ասավ Աբրահամ, որտև ինձի սերունդ չտվիր, ահա իմ տանս ծառան ինձի ժառանգորդ պիտի լա։ Հետաքրքիր է, չէ՞, ոնց որ մարդը մարդու հետ դու խոստացար, բայց քո խոստացածը չարեցի։ Եվ ինչ պատասխանեց Աստված։ Ուզում ես դու կարդաս թագում։ Անիկա 15-րդ գլուխ 14 համար։ Ահա նոր խոսք եղավ Տերոջը խոսքը անոր եղավ ասելով. «Անիկա քու ժառանգորդը պիտի չլա, բայց ան որ ըլլա, ան պիտի ըլլա, որ քու ժառանգորդ որ քու մեջքետ պիտի ըլլա, կամ քու երանքետ պիտի ըլլա ուրիշ տեղում ասեն»։ Եվ Թուրքսանից Զանիկա ուսապի մատեբի երնիկն այ աստղերը համրե, եթե զանոնք համրել գրնաս, եւ ըսավ անոր քու սերունդը այսպես պիտի ըլլա։ Աբրամ հավատաց Տերոջը, որը Աբրամին արդարություն սերպեցավ։ Եվ Աբրամ բառը շարունակում ազնվություն ու հարգանք։ Այսինքն ազնիվ մարդ էր Աբրամը եւ շատ էլ հարգված մարդ էր։ Միևնույն ժամանակ հարուստ էր անշուշտ։ Եվ նորից Աստված հիշացնում, ասում է ես եմ Տերը 7-րդ համարից, որ քեզ քարդեացիների ու քաղաքին անեցի, այս երկիրը բերի զայն քեզի իբր ժառանգություն տալու համար։ Ան ասավ, ով Տեր Եհովա, ինչպես գիտնան, թե ես Զանիկա պիտի ժառանգեմ։ Տեր ասավ անոր, ինձի 3 տարեկան երինջմա ու 3 տարեկան այծմա ու 3 տարեկան խոյմա ու տատրակմա ու աղավնին ձակմը վեր, այսինքն ես բոլոր չկարդամ, մենք այս մասին խոսացել են, երբ որ Եբրայեցիս ուսումնասիրում էին։ Եվ այն ժամանակ համաձայնություն կնքելու ձևը էդ էր, որ ինքը պիտի 2 մասի բաժաներ այդ կենդանիներին եւ Աստված պիտի մեջտեղով անցներ, որպեսզի իր ուխտը։ Ուրեմն հետաքրքիրը որն է, որ այսինքն այն ժամանակ խոսացել էր Աստված, բայց հիմա ոնց որ տեսանելի է ուզում խոստումը։ Եվ Աստված դիպված է, ոնց որ ասած կնիքով, չէ, որտեղ կնիքի փոխարեն էր, որ հիմա մենք կնիք ենք դնում, այդ կենդանիների կիսատերը կնիքի պես էր, ոնց որ Աստված արդեն օֆիցիալ ձևով ասում է, չէ, ես իմ խոստումը կկատարեմ եւ կնիքը դնում է,
Հետաքրքիր այն է, որ ինքը պիտի գար, բայց երկարեց եւ թռչունները սկսեցին ուտել այդ մսերը։ Եվ ինչ էր դա խորհրդանշում։ Այո, Աստված խոստացել է, բայց խոստումը անմիջապես չի կատարվում։ Դեռ 400 տարի պիտի անցներ, որ այս խոստումը կատարվեր, այդ էր ուշացման խորհրդանիշը, որ համբերատար պիտի լինես։ Աստված խոստանում է, բայց ինքը չի ասում հենց այս օրը կանեմ։ Եվ այդ խնդրեմը Ստեմ հետաքրքիր բան կար, որ երբ որ ինքը այդ կենթաները մեջտեղից կտրեց դրեց ու սպասեց, վերջում Աստված էր, որ հնոցի նման ասма եկավ ու դրա միջով անցավ, այսինքն Աստված էր, որ ուխտը արեց, ոչ թե Աբրահամը չէ, որ ուխտ էր անում Աստծո հետ, այլ Աստված էր, որ անում էր ուխտը Աբրահամի հետ։ Ու Աստված ասում է, ես սուտ չեմ խոսում։ Ես երեք այսօր հավիտյան նույն Աստվածն եմ, այսինքն Աստված իր ուխտը չի փոխում, մենք մարդն է, որ իր վերջում հետո այսինքն տեսնում ենք իր կասկածների մեջ եւ այլն։ Մենք ասում ենք համաձայնագիր, բայց ուխտ բառը շատ անգամ օգտագործվում է նաև երթում իմաստով, չէ՞։ Այսինքն որ Աստված երթվի իր անունով, որ ես չեմ խափի։ Ես քեզ ասել եմ, ուրեմն կանեմ։ Այո։ Եվ հետաքրքիր է, որ 16 գլխի առաջին համարից նորից նույնիսկ այս երթումը չօգնեց, որ Աբրահամը սպասեր։ Ընդհանրապես մարդու էությունն է դա։ Մի բան, որ սպասում է, ուզում է շուտ լինի, շուտ։ Բայց երբ որ չի լինում, ինչ է անում։ Տխրում է, մտածում է, որ սուտ դերել չի լինի։ Եվ ուրեմն այդ ամբողջ մտքերը, այդ կասկածները ինչի հասցրեց, որ իրա սխալ քայլ արեցին։ Սարան Աբրահամին ինչ ասեց։ Ասեց իմ աղախինս վերցրու, ինչպես որ այդ ժամանակվա մյուս ազգերի մեջ սովորություն կար, աղախինից որպեսի զավակ ունենա, քանի որ ինքը արդեն 90 քանի չէ, 75 տարեկանի չափ կին էր, արդեն ինքը չէր ունենա երեխա։ Բնական ճանապարհով անկարելի է որ Սարան երեխա ունենար։ Սո իրանք մտածեցին, երևի ճիշտ չեն հասկացել Աստծո երթումը, երևի պիտի Աբրահամ ունենա։ Պետք անենք, արի օգնենք Աստծո։ Աստծո չկարանի, ես մենք անենք։ Էսի շատ մեծ դաս է մեր համար, որ մենք, երբ որ Աստված ասում է համբերատար սպասենք, ինչ արինում, երբ որ շտապում ենք եւ մեր քերքի եկածն ենք անում։ Ընդ մենք ավելի մեծ խնդիրներ առաջացնում, ոնց որ հիմա առաջացավ։ Այդ վարքյանին ասում մտածում եմ, դա արդյունավետ է թվում, քան թե Աստծո խոսմանը հավատալը, բայց անվերջում մեծ խնդիրների առջև կանգնեցին։ Ինչ եղավ հետևանքը։ Հագարը հղիացավ Աբրահամից եւ սկսեց գոռոզանալ Սարայի վրա, ինչը Սարային հունից հանեց եւ Հագարը փախավ անապատ եւ բայց ինչ եղավ։ Աստվածերված ասեց նայ դու ծառա ես, գնա ծառայություն տա, դավչունը հղի ես ինչ ես, իրա ծառան ես, գնա, խոնարհվի, արա։ Եվ Հագարը ստիպված էր։ Հագարը մի մոմենտ մտածեց, որ եթե քանի որ ինքը հղի եղավ, ուրեմն ինքը տիկնոջ տեղը առավ։ Քանի որ համ երիտասարդ էր, համ երեխա էր ունենալու, այլ արդեն ինքը եղավ վերջի գլուխը։ Բայց հենց դա որ Աստվածը Աստծո խոսքն է վերջինը, ոչ թե մեր մտածածը, թե մենք ինչ ենք մտածում, ինչ ենք կարծում։ Եվ ուրեմն թող այս դաս լինի մեր համար, որ երբ որ Աստված մեզ խոստանում է համբերատար սպասենք եւ հասկանանք, թե ինչ ձևով է ինքը այդ խոստումը կատարելու, այլ ոչ թե նույն ձևի վարվեց Մովսեսը, չէ՞։ Հրեշտակը իրան երևաց, երբ որ 40 տարեկան էր, ասեց, գիտես, Աստված քո միջոցով է անելու այս ժողովրդին։ Մովսեսն էլ չզարմացավ։ Իհարկե իր միջոցով, որտեղ ինքը շատ կարևոր անձ էր եւ շատ ունար ամեն ինչի առաջնորդ, պատրաստի առաջնորդ։ Բայց ինքը մտածեց, որ ուրիշ ձևով այդ խնդրումը լուծելու, այսինքն զորի, բայց Աստծո անունը պիտի փառավորվեր։ Ուրեմն Աստված ինչի է վարվում մեր հետ այդպես։ Ինչի է այդպես վարվում Աստված։ Ինչի ինքը ժամանակին չասեց Աբրահամին, որ գիտես, չէ, հետո է ասում, ասում, Սարայի միջոցով պիտի ունենաս երեխա։ Ինչի Աստված հենց սկզբից չասեց, որ իրանք այդ սխալ քայլը չանեին։
Աստված ուզում է մեզ հավատքի դասեր սովորացնի, քայլ առ քայլ, ուզում է որ մենք վստահենք իրան, եւ Աստված այն ժամանակ է գործում, գիտեք, ինչը որ մենք կարանք անենք, Աստված թույլ է տալի որ մենք անենք, բայց ինչ է որ արդեն մեր ուժից վեր է, այդ ժամանակը ինքը խառնվում։ Եթե այդ ձևով չստանար այդ երեխուն Աբրահամը, միգուցե եւ երբ որ ամենակարևոր փորձությունը եկավ, երբ որ ինքը պիտի արդեն այդ երեխուն զոհաբերեր, չէ, Աստված ասեց, միգուցե եւ ինքը չաներ էդի, բայց քանի որ ինքը հրաշքով էր ստացել այդ երեխուն, ինքը հասկացավ իր հավատը այնքան էր աճել, որտեղ մեր կյանքում որ մի բան հիմա չենք կարող մենք էդի անել, բացարձակ գիտենք, որ եթե հրաշք չլինի, չի լինի։ Եվ երբ որ լինում է Աստված անում այդ հրաշքը, ինչ է լինում։ Մեր հավատը մի անգամից սուրում է վերև։ Եվ արդեն շատ երկար ժամանակ այդտենց տեսեք, Աբրահամը երբ որ դուրս եկավ, ասենք համեմատենք էդի մկրտվելու հետ, չէ, որ ուխտ է կապում Աստծո հետ։ Ինչ եղավ, իր հավատքը մեկ բարձր եղավ, մեկ ցածր եղավ, չէ, սուտ խոսած, էս եղավ, այն եղավ։ Հիմա երբ որ մենք արդեն անելանելի վիճակի մեջ ենք եւ Աստված խառնվում է, այդ շատ ուժեղ մեր հավատքը ամրապնդում է։ Եվ Հիսուսի բուժումները, ինչքան բուժումներ ինքը արեց ում վրա, արդեն հուսահատվածների վրա, այն կինը, որ փեշից բռնվեց, արդեն հույս չուներ, այդ միակ հույսն էր գնացել։ Անհույս մարդկանց էր ինքը բուժում եւ այդ ինչ էր անում, ինչի համար ինքը այդքան հետաձգեց այդ կնոջ բուժումը, որ իր հավատքը տար, հավատքը աճեր։ Երբ որ ամեն ինչ միանգամից լինում է, այլ հավատք պետք չի, բայց երբ որ պիտի համբերես, հավատքն ու համբերությունը իրար հետ շատ ուժեղ կապված է։ Եվ երրորդ տեղը ինչի մասն է խոսում, Ծննդոց 17 մյուս գլուխն արդեն։ Երբ որ թրպատությունը տալիս է որպես ուխտի նշան, այսինքն մկրտության փոխարեն այն ժամանակ թրպատությունն էր, չէ, որ Աստծո ժողովրդին առանձնացնում էր, եւ ստեղ շատ սիրուն ուրմա Աբրահամի թերահավատությունը, որը մենք տեսանք նախորդ պատմության ընթացքում, կտրում է Աստծո հետ Աբրահամի հոգևոր ճամփորդության թելը։ Այո, շատ վատ է, երբ որ մենք գնում ենք Աստծո հետ, հետո մի հատ սխալ ենք անում եւ կտրվում է այդ թելը, բայց կարևորը ստեղ է նա, որ ոնց որ Աստված երթում արեց, Աստված չի թողում մեզ։ Այս որոշ անգամ էր, երկրորդ անգամ էր սխալվեց նվեր Աբրահամը, բայց Աստված էլի օգնեց։ Իսմայելի անունը որ դրեց, ուսմասի որ ինքը ներկա է դեռ, ինքը Աբրահամն էր հեռացել փաստորեն Աստծո, ինքն էր կասկածող, բայց Աստված չի հեռացել։ Հագարն էլ ասում է, ես ներկա եմ քո կյանքի մեջ, հետ գնա քո տիկնոջ մոտ, ու ասում նրան հնազանդ դարին ծառայի, քանի որ դու ծառա ես ի վերջո։ Կարևոր է դա, որ իմանում ենք, որ մենք ինչ էլ անում ենք, Աստված ներկա է, մենք ենք, որ փակում ենք դուռը, չենք տեսնում Աստծո ձեռքը, Աստծո գործը մեր կյանքի մեջ։ Եթե մենք հետ ուզենք Աստծո հետ քայլել, ու Աստված 13 տարի չխոսած Աբրահամի հետ։ Եվ ստեղ ինչ կարևոր մեսիջ կա, որ չպետք է թուլանալ։ Երբ որ մենք այո մկրտվում ենք, չի նշանակում, որ մենք միանգամից սուրբ ենք դառնում, նո։ Մենք նոր ծնվում ենք, նոր ճամփի վրա նոր քայլ ենք դնում։ Ոնց որ նոր քայլող երեխա, ինքը կքայլի, հենա ոտերը ամուր չի։ Կքայլի կընկնի հետո էլի կհելնի, կքայլի կընկնի հետո էլի կվեր դինա։ Ով է օգնում իր ձեր դինալ։ Մայրը չէ, ոտերը մա վերակացում։ Նույն ձերի Աստված դաժան դատավոր չի։ Ոնց որ սատանան աներկասում, որ նստած անդես սպասման երկրի մենք գտնենք, որ սկսի մեզ պատժել։ Նո, ինքը երբ որ մենք գտնում ենք իր ձեռքը մեկնում է ու հանում է վերև, եւ նորից իր ուխտը ոնց որ ասած նորացնում է եւ մի բան էլ ավելացնում է, որ պիտի թրպատվեք։ Այսինքն որ տարբերվեք մյուս ազգերից։ Եվ ասում է, որ դու արդեն Աբրահամ կոչվես, այլ Աբրահամ մեծարած հայր է, իսկ Աբրահամ ինչ է։ Ազգերի հայր։ Եվ Սառա իմ արքայադուստրը եւ երկու ռյով, իհարկե հայերենում էլի մի հատ ռյա գրում, արքայադուստր բոլորի համար, այսինքն
ոչ թե իմ, այլ ընդհանրապես արքայադուսներ։ Այսինքն եթե խորհրդանշում էր, որ Աբրահամը ոչ միայն հրեաների համար հայր պիտի դառնար հավատքի հայր, այլ ամբողջ աշխարհի բոլոր հավատացյալների համար։ Կարևոր չի թե մարդը ինչ ազգություն ունի, որտեղ ինքը ասորի էր, Աբրահամը ասորի էր, բայց կարևորն է, որ Աստված իրան ընտրեց, իրան բացեց, ինչի համար ընտրեց։ Ուայթը գրում է, որպեսզի հոգևոր լույսը տա մարդկանց իրաց միջոցով, հոգևոր լույսը կորել էր։ Աստվածելի պիտի իր միջոցով հանել դուրս այդ հոգևոր լույսը, իր սերնդի միջոցով։ Շատերը ասում են, օ, եթե ուրիշ ազգ լիներ, եթե ուրիշ մարդ լիներ, Մովսեսը, երբ որ իրանք մեղանչեցին, Մովսեսին ասեց, եկող ու քաշվի, սպանեմ, ես սպանեմ իրանց, քեզ այս նորից մեծ ազգ սարքեմ։ Մովսես ասեց, չէ, պարզ է պատճառը ինչի, որտեղ քո անունը Աստծո անունը խայտարակել առաջինը, երկրորդն էլ եթե նույնիսկ այդպես չլներ, ով գարանտի ուներ, որ Մովսեսի սերունդը չէր քչանալու։ Այսինքն կապ չունի մարդու մեղավորը, ուզում է Աբրահամը լինի, ուզում է ով լինի, մենք էլ լինեինք, այդ սերունդի տեղը նույնն ենք անել, որտեղ բոլորն են մեղավոր են։ Դրա համար կապ չունի, թե անունը ինչ է, որ ազգությունից է եւ այլն։ Աստված ընտրեց այս մարդուն, որ ինքը հեթանոսների մեջից անեց, որ միակ ճշմարիտ Աստծո գիտությունը նորից լուսավորի մարդկանց այս մարդու միջոցով եւ իր սերունդերի միջոցով։ Եվ արդեն հետո 18 գլխի 1-ից 15 համարը Տերը երևցավ Աբրահամին Մամրեի կայունների մեջ, երբ անիկա օրվան տակ ատենը վրանի դուրը նստեր էր, եւ իր աչքերը վերցուց ու նայեցավ, ահա 3 մարդիկ կայներ էին իրեն մոտ, ու երբ տեսավ Զանոկ վրանին դռնեն բացեց Զանոկ դիմավորելու, ու մինչև դիտինը ծռելով խոնարհություն հրավ եւ ասավ. Տեր իմ, հիմա եթե շնորհ գտա քո առջև ու կհաչեմ քեզի քո ծառայի բնակարանեն, մի անցնիր։ Կհաչեմ ձեզի, քիչ ջուր բերվի ու ոտքերի լվացեք ու ծառի տակ հանգստացեք, եւ պատարմը հաց բերեմ ու սրտերից զորացուցեք, հետ կանցեք, քանզի ասոր համար ձեր ծառային փով եկավ։ Անոկասին, ինչպես ասիր, այնպես է հետաքրքիր է, չէ։ Եբրայից որ գրքում է գրում Պողոս առաքյալը, որ ասում է եղեք հյուրասեր, որովհետեւ չգիտեք, միգուցե հրեշտակ արտասերություն։ Այո։ Եվ հետաքրքիրը որն է, որ ինչքան էր այս մարդը, որ եղել էր հարուստ, ուրում, հիմա ինքան խոնարհվել էր, որ ինքն էր ծառայում այդ մարդկանց։ Այսինքն անծանոթ մարդիկ են, ինքը ուղղակի անցորդներ են։ Էսի շատ լավ դաս է մեր համար, արդյոք մենք կվարվենք այդպես, որ անծանոթ մարդիկ, որ տեսնենք իրանք ծառայելու կարիք ունեն, ինքն էլ էր բանդուկ, չէ, Աբրահամը, գիտեր, որ մարդը քայլում է, հոգնում է, եւ այլն, եւ այլն, եւ կարեւոր չէր այդ միջոցին, թե ով է, ինքը իրաց հյուրասիրեց, եւ հետո ինչ եղավ, իրանք բացվեցին իրան, եւ Սարան կանգնած էր իր վրանի մեջ, չնայած ոչ մեկ իրան չէր տենում, բայց ինչ ասեցին այդ մարդիկ, ասեցին մյուս տարի Սարան երեխա կունենա։ Այսինքն կարող է մենք թաքնված ենք, մարդիկ չեն տենում, բայց Աստված տենում է մեր սրտի ցավը, մեր սրտի ցանկությունը, մեր սրտի փափագը եւ անպայման, քանի որ տեսեք հետաքրքիր է, քիչ-քիչ Աստված ավելի պարզ դարձնում իր մեսիջը։ Սկզբից ուղղակի ասեց դուրս արի գնա, ես քեզ սերունդ կտամ։ Հետո ասեց, որ քո երանքից կտամ, մտածեց, թե Եղիազարը կլինի իր ասել, չէ, ասեց քո երանքից, ավելի սուղ ներկայացրեց, չէ, սուղ ներ, ոնց էլ ասում։ Հետո Հագարի հետ, երբ որ այդ պատմությունը եղավ, հետո ասեց, չէ, Սարայից է լինելու, այսքան քանի գնում է, ավելի, այո, եւ հիմա էլ ասում եմ, մի տարուց կունենա, բայց իրանք արդեն չեն հավատում։ Այս ժամանակ, երբ որ դուրս էին եկել, հավատում էին։ Իսկ հիմա, երբ որ ձգձգվել է, ծիծաղացին։ Համ ինքը ծիծաղաց, համ Սարան ծիծաղաց։ Այսինքն Աբրահամը այն ժամանակ ծիծաղաց, երբ որ ասեց քո երանքից կլինի, որտեղ մտածում է երեխա չի կարող ունենալ։ Այսինքն հետաքրքիր է, չէ՞, այն ժամանակ, երբ որ մենք մտածում ենք, որ վերջ։
ծիծաղալու բաներ եք ասում, իշեմ կարա, էլ չի լինի էդի կյանքում և հանդարտ լինում է, և Աստծո զորությունով է լինում, որպեսզի Աստծո անունը փառավորվի, ինչի է Աստված ուզում, որ իր անունը փառավորվի։ Որ մենք իր վրա վստահենք։ Այո։ Որ մենք մեր վրա չվստահենք, մենք չիմանանք, որ մենք մեր ինքնուրույն ձևով, մենք մեր ուժերով կարող ենք ինչ-որ մի բան անել։ Այո։ Ոնց որ երեխեն չէ։ Երեխեն կանչում օգնության, ինքը գիտի, որ այդ բանը չի կարող անել։ Փորձում է, չի ստացվում մոտը։ Վերջի կանչում է ծնողին, ասում է ինձ օգնի, խնդրում եմ։ Եվ մենք պիտի հասկանանք, որ մենք ինչ տարիքում էլ լինենք, մենք այդ փոքր երեխայի կարգավիճակում ենք Աստծո առաջ։ Աստված մեր ծնողն է, ինքը անսահման է, մենք սահմանափակ ենք։ Իր մտածողությունը անսահման է, մեր մտածողությունը սահմանափակ է, մենք պիտի վստահենք իրեն։ Ուրիշ բան ունես ավելացնելու թագուի ստեղ։ Չէ։ Խոստման որդին։ Եվ հիմա շատ կարևոր մասը 18 գլխի։ Այսինքն նայել, որ Իսահակը խոստման որդինով Քրիստոսին էլ ներկայացնում է, կարելի ասել, որ ինքը Քրիստոսի մի պատկերն է, որ Քրիստոսը Աստված խոստացավ Քրիստոսին, ծննդոց գրքում շատ իրար հետ զուգահեռներ կան Ադամի Եվայի արասները եւ Սառայի իր արասների մեջ էլի։ Դա մեղքը միշտ նույն ձևի է լինում։ Եվ ուրեմն հաջորդ մասում խոսում է Հովտի մասին, Հովտը Սոդոմում։ Ուրեմն անցած դասից մենք ինչ տեսանք, որ Հովտը ընտրեց այդ հողը, որովհետև ջուրը շատ էր, որտեղ հեշտ էր մշակել եւ հեշտ էր այդ ամեն ինչը անել եւ հարստանալ հեշտ էր։ Այսինքն ինքը ուներ ոչ ճիշտ է, Աստծո հետևից էր իբրտե գնում, բայց ասма չես կարա ծառայես համ փողին, համ Աստծուն։ Եվ ինքը գնաց, տեղ ապրեց չնայած մարդիկ չար էին, եւ հետո Աստված մի հատ նշան իրան ցույց տվեց, որ ինքը դուրս գա այդ չար տեղից, որն էր այդ նշանը, երբ որ հարձակվեցին Սոդոմի Գոմորի վրա եւ ամեն ինչը տարան, Աստված հասկացրեց, որ պետք չի, եթե կարող այսօր քոնը լինի, վաղը չլինի, դու դուրս գնայես չար տեղից, էլի չլսես։ Միգուցե Հովտը ուզում էր, որտեղ նոր կտակարում գրում է, որ ինչ օգուտ այդ հարստություններից, ինքը ամեն օր տանջվում էր, այդ անօրենությունը տենալով, այդ ամեն ինչը տենալով, ամեն օր տանջվում էր, եւ ինչ օգուտ է։ Բայց երևի արդեն կինը, երեխաները, չէ՞, շատ անգամ ուզում ես տեղափոխվես, դեռ երեխեք ասում չէ, ես չեմ ուզում տեղափոխվեմ, արդեն սովոր է այդ կյանքին, հեշտությանը, այդ ամեն ինչին։ Եվ վերջի վերջո Աստված բացում է Աբրահամին, որ ես եկել եմ, որտեղ աղաղակ կա Սոդոմից, ես եկել եմ ստուգեմ արդյոք այդպես է թե չէ։ Իհարկե Աստված հաստատ գիտեր, որ այդպես է, բայց ինչի է էսի օգտագործում, ուզում է ասի Աստված միշտ ճշգրիտ է գործում, միշտ ուզում է իր աչքով տեսնել, այսինքն հնարավոր չի Աստծուն բան անել, մեղադրել, որ ինքը արդար չի, որովհետև ինքը ամեն ինչը մինչև վերջ ստուգում է նոր գործողություն անում։ Եվ ինչ սկսեց Աբրահամը անել։ Հետաքրքիր է, որ Աբրահամը երկու անգամ է ուզում է փրկի Հովտին, այն ժամանակ ճիշտ է Հովտը իր գլխից վերև թռավ, ինքը առաջին ընտրեց, բայց ինքը չասեց, դրանից էլ պետք էր գնաց, ընկավ այդ պատերազմի մեջ, թողնտե մնա, չէ։ Իր կյանքը եւ իր մարդկանց իր կյանքը վտանգի ենթարկելով գնաց այդ մեծ բանակի դեմ, ուրիշներին էլ վերցրեց եւ գնաց ու փրկեց Հովտին։ Մի անգամ փրկեց, հիմա երկրորդ անգամ արդեն փորձում փրկի։ Ասում եմ, լավ, որ այնտեղ 50 հոգի լինի, դու չես բանը այդ քաղաքը պահպանի։ Չի ասում, օքեյ, ասում եմ, հա, կպահպանեմ, ասում եմ, 40, 30, 20, 10, ասում եմ, 10 հոգի լինի, կպահպանեմ, չեմ ոչացնի, բայց ցավոք այդ 10 հոգիներ չկար, եւ Աբրահամը շատ մտահոգ էր Հովտի մասին, եւ այս մարդիկ գնացին հենց Հովտին, որպեսի դուրս հանեն, եւ մենք գիտենք այդ պատմությունը ինչ տեղ ունեցավ, հավաքվեցին Հովտի դրան մոտ, ասին թող դուրս գան եւ այլն եւ այլն, եւ վերջն ենք տենում,
Գիտեք, երբ որ մենք ընտրություն ենք անում, պիտի մի հատ խորը նայենք, վերջը ինչ ա լինելու։ Ղովտը ընտրեց հարստությունը։ Ինքը ընտրեց հարստությունը եւ վերջ ինչ եղավ, այդ հարստությունը իրան մնաց։ Լրիվ գնաց, լրիվ Ու գնաց։ բացի հարստությունից, կինը գնաց։ Մյուս երեխաներն Այն մյուս երկու երեխեքը գնացին, մյուս աղջիկները որ չուզեցին։ Այս երեխեքները կիսատ պռավ, մեղավոր, իր հետ քնեցին, խմացին։ Այսինքն ինչքան էին ապականվել այդ երեխեքը, դրա համար քայլ անելուց առաջ մանավանդ երբ որ ընտանիք են կազմում, երբ որ որոշում եք որ պիտի երեխա մեծացնեք, տես ինչի Աստված Աբրահամին ասեց դուրս արի, որովհետև իրան պայմաններ էր պետք, որ իր հավատքը աճեր, որ ինքը առաջ գնար, Աստված գիտեր, ու այդ բերում Աստված գիտեր, որ այդ հեթանոսական շրջապատի մեջ ինքը չէր կարա։ Եվ Աբրահամի մասին համոզված են, այսինքն խելառ է, ամեն ինչ թողում է, գնում է վրան կապի, իր հանգիստ կյանքը թողում է։ Եվ ուրեմն տեսեք, ինչքան խաբուսի կա այս կյանքը, ինչքան խաբուսի կա հարստությունը։ Եվ մեր կողքներ տեսնում ենք, շատ մարդիկ, որ վազում են դրա, շատ մարդիկ օրինակ գնում են Լաս Վեգաս, ընտանիքով տեղափոխվում են, չէ։ Ինչ ա լինում։ Մեծ ամասություն է այդ ընտանիքների մեջտեղից գնումը, որտեղ սկսում են խաղալ, փողերը տալիս են խամում, եւ ոչ մի, այսինքն միտեղ որ գիտեք, չարկա։ մի ժամանակ իմ ամուսինը որ լենդերում են կապում, ասում էր արի գնանք Լաս Վեգաս ընդերի ժամանակ։ Ասի չէ, ես իմ երեխեքից երկու հատ տղա ունեմ, ես չեմ տանի։ Սոդոմ Գոմորի պես, այո, ադվենտիստ եկեղեցի կա եւ այլն, բայց պետք չի այդպես ընտրություն անել, որ երեխուդ այնպես տեղ տանես, հակառակը, այնպես պայմանների մեջ պիտի դնես երեխուդ, որ ինքը մեծանանեց, ոնց որ դու ես ուզում, չէ՞, ոնց որ Աստված ա ուզում։ Ոչ թե իրանց մեջ մտցնես, որ կարևոր է հարստացես, ես երկիրը աչքերը բացում ա երեխեն այդ են ասում։ Հարստացի ու ֆան ունեցի, հարստացի զվարճանք, հարստություն զվարճանք։ Ներողություն, առանց հարստանալու ալի զվարճանք։ Այո։ Google նագետ պիտի զվարճանա։ Այո։ Ես ուդունիտ մեջ բինեստին, բինուդեն գարագուրդ, խմեն գարագուրդ և պիտի խավան զվարճության մեջ։ Այս երկիրը այնպես երկիրն է, որ իրենք ունեցած, իրենք պատասխանություն վերցնելու կարողությունը չեն ունենալ։ Անցյալները մեկում հանդիպեցան, կապին հետ միասին էին, մարդը 60 տարեկան է, ըստավ որ իմ խելքս ըստավ 38 տարեկանից բացվեցավ ըստավ։ Աստեղ զուրություն մգա, որ մարդիկ սկիզբեն դարձից չեն աջիր որ։ Ես ալեսի որ լավ որ 50 տարեկանին չի բացվեցավ։ Ուրեմն անակ ամեն է որ Ղովտը ինքը որ որոշում արավ և գնաց, արդյոք Ղովտը ինձ սխալ արավ։ Արդյոք երկացած դեղը չգրծավ ժամանակին վկայել չգրծավ խոսել Քրիստոսի մասին չգրծավ կանչել ժողովուրդը հավաքել ասել որ ասիճա սխալ է այսպես կնենք որ ոչ թե որ վերջին վարժյանին որ քաղաքը բարեցավ հիմա մենք ալ Ամերիկայի մեջ կխոսենք որ ամեն դեպք կխոսենք որ որպես որոշնչնեն բայց կնենք որ այս դատավարությունը որոշում առնված է որ կանգնանք մեջ 25 օրվա երեխան իսկ ծնել են վերջի կրնաս սպանել Ասիկա ինչպես կրնա ասիկա ալլա Ղովտին օրերեն ինչ է դատել ֆեդերալ օրենքա թե Կալիֆոռնիա օրենքա legislation դրան ուզում են դնել Այսինքն մենք Ղովտին այդ Սոդոմ Գոմորի օրերեն ինչ տարբերություն ունի միասեռականությունը գլուխ արել կացել է երեխայի սպանումը գլուխ արել կացել է մենք աշխարհի վրա դիրեկտոր եղենք ամեն ադվենտի մեզի հնազանդի ամոր մեզի չի հնազանդիր գլուխը բտնենք, կսպանենք, կվերջացնենք որ այսպես է վրա աշխարհը, այս ղեկավարությունը սատանայի իշխանությունը այնպես մահարժև կացել է, որ օրերուն Սոդոմ Գոմորան ավելի են So այստեղ շատ մեծ դաս կա մեր համար, որ մենք պիտի շատ փոքր ժամանակվանից հետևենք մեր երեխեքին, իրանք ինչ են նայում, հետ են ընկերություն անում, այսինքն շատ ուշադիր պիտի լինենք մեր երեխեքի դպրոցում ինչ են սովորացնում երեխան չգիտեմ երեխուն հետ է խոսում չեմ հիշում ասում է դպրոցում դասատու տանել երեխեքին ասել պատայնել դե պատանեկությունից հղիանում են չէ
ասում է հենց հղիանում եք աբորտ արեք, այդ դևին հանեք ձեր մեջից։ Ու ջուր երեխու։ Պատայինին են ասում, ստեղի դպրոցը։ Այսինքն չպիտի թողես, որ երեխեքդ այդպես դպրոց գնան։ Եթե միտեղ սորացվեն են ինչ-որ հակառակը Աստծո խոսքին, չպիտի թողես։ Ինչ զոհաբերություններ չունենես, այդ կապված է զոհաբերության հետ։ Պիտի զոհաբերես մի բան, որ երեխուդ կարողանաս նորմալ մեծացնել։ Այսինքն չնայես, այս ինչը իր երեխուն հեռախոս ա տվել, այն ինչ է սենց, այն ինչ է դենց։ Ընտանիք գիտեն, որ նույնիսկ թիվի չունեն տան մեջ։ Ու երեխեքը շատ լավ երեխեք են մեծացել։ Փաստորեն Սոդոմը դարձավ Եդեմի հակառակը, Սոդոմը ավերումը դարձավ Եդեմի պարտեզին, շրջվեց էլի հակառակ կողմ եղավ։ Իսկ սրա մեջ մենք տեսնում ենք, որ Աստված մեզ խրախուսա, որ պետք է մենք աղոթենք ամբարիշտների համար։ Այսինքն Աբրահամը աղոթում է, փաստորեն խնդրում է այս երեք հրեշտակներին կամ Տերոջը, ասма Տեր, առաջինը ինքը հասկանում է, որ Տերն էր, թե ոնց հասկացավ, չգիտեմ։ Ասма Տեր, եթե 50, եթե 40 եւ այլն խնդրում է ամբարիշտների համար, մենք իրավունք ունենք խնդրելու, աղոթելու ամբարիշտների համար, մեղավորների համար, որ նրանք կարողանան փրկվել։ Աբրահամը շուտ չեկավ չասեց, նրանց տեղն է, նրանք էս են, լավ է, ոչնչացրան, նո։ Հակառակը խնդրում էր ասում, որ մի երկ Քանի որ ասում Աբրահամի հոգին Քրիստոսի հոգին էր, Աստծո որդին ինքն է մեծ բարեխոսը հանուն մեղավորի։ Նա վճարել է մեղավորի փրկագնման գինը, գիտի մարդկային հոգու արժեքը։ Սրանով հակենք եւ թող Աստված մեզ իմաստություն տա ամեն հարցում, այո, նեղա ճամփան եւ շատերը լեն ճամփան են ընտրում, հետո շատ ուշ երբ որ մեզ սխալ ճամփա են ընտրել, ամեն օր աղոթենք թե մեր համար, թե բոլոր մարդկանց համար եւ թող Աստված մեզ ուշ տա, որ մենք մեր կյանքը ապրենք Աստծո համար, այլ ոչ թե մեր։ Ամեն։ Ամեն։ Մի հատ խփկփում ես, չի մի անում, պետք է զորով խփես։ Ամեն։ Հո։ Ոստանի yapıyor.